Եռատոն կամ հաղթական ակնթարթներով ու ապրումներով լի օր, որն իր մեջ կրում է ազգային մեծ գաղափարախոսության, արժեհամակարգի ճիշտ ձևավորման ու հայրենասիրության դրսևորման մեծ խորհուրդ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ հավերժ կմնա որպես հաղթանակի ու խաղաղության օր, երբ Շուշիում ծածանվեց Արցախի դրոշը և տղաների բերդապարով կրկին փառավորվեց Ղազանչեցոցը։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը որքան էլ որ այլ է իրականությունը, չնշել չենք կարող։ Այն ևս մեկ առիթ է վերաիմաստավորելու անցյալի հաղթանակները, սխալներից դասեր քաղելու և մեր առաքելությունը վերագտնելու համար։ 44-օրյա պատերազմի արդյունքում ունենք մասնատված արցախյան բանակ, Շուշիի կորուստ ու ինչ-որ տեղ կոտրված ազգային ոգի։ Օրվա խորհրդի ազգային ոգու կոտրված լինելու հետևանքների, ինչպես նաև առաջիկա հաղթանակներ կերտելու նախապայմանների մասին զրուցել ենք Արցախի Հանրապետության նախագահի կրթության հարցերով խորհրդական, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանի հետ։ Մայիսի 9-ը ինձ համար սա մեր ազգի հավաքական վարքի դրսևորում է։ Ես անցյալով չեմ խոսելու, որովհետև հաղթանակները վաղեմության ժամկետ չեն ունենում, որովհետև մեր հիշողության, ազգային ինքնագիտակցության, ազգային անգիտակցականի շերտերից չի կորչում ոչ 41-ից 45 թվականներն ընկած հայերի, հատկապես ղարաբաղցիների անձնվեր պայքարը ֆաշիզմի դեմ, ոչ կորչում է հայոց բանակի կազմավորումը, որը կա և լինելու է, և ոչ էլ մայիսյան մեր փառահեղ հաղթանակները։ Հաղթանակները վաղեմության ժամկետ չեն ունենում։ Երբ ես հետ եմ դառնում, անցյալ առաջին պատերազմը արցախյան խլել է իմ և շատ ու շատ երեխաների մանկություն, և մենք այդ փուլը շրջանցել ենք, բայց մենք կոփված հոգով և կոփված մտքերով ենք մտել պատանեկություն և երիտասարդություն, և գուցե դրանից է, որ մենք հստակ գիտենք ինչ ենք ուզում, ինչի համար ենք պայքարում, և հաղթանակները վերջի վերջո սա պայմանագիր է, որ կապում ենք ինքներս մեզ հետ և մեր դրված նպատակի, այսինքն այդ օրերին նպատակ է դրվել, մարդիկ նպատակ են դրել ազատագրել Շուշիին կամ գնալ դեպի վերջնահաղթանակ, և այդ պայմանագիրը նաև կապել են իրենք իրենց հետ։ Մենք այս մասում մեր օրգանիզմի ունենք գրաքննիչ, որը մեր բարոյական ատաղձն է, և մենք դնում ենք նպատակ և հասնում ենք։ Եթե ընկրկում ենք, ոչ թե պետք է հուսալքվենք, հիասթափվենք, ինչպես դա բնորոշ է հետպատերազմյան բոլոր միջավայրերին, Վիեննայի սինդրոմ լինի, Վիետնամի սինդրոմ լինի, Չեչնիայի սինդրոմ լինի, նաև Ղարաբաղի համախտանիշ, որը արդեն գիտնականներն ուսումնասիրում են։ Ընկնում ենք, մենք կանգնում ենք և հարվածից ուժ ենք ստանում և նոր միտք ենք նախագծում, նոր հաղթանակ ենք նախագծում, նոր տեսլական ենք դնում։ Այսինքն բոլոր պարտությունները չպետք է դառնան ընկճվածության և ստեղծեն ընկճվածության ֆոն։ Բոլոր պարտությունները պետք է դառնան նոր նպատակների և նոր հաղթանակների, նոր սցենարների սկիզբ, հուզավարքային նոր հակազդման սկիզբ, ազգային դիմադրողականության նոր հիմք։ Ընդհանրապես հաղթանակները շատ լավ են, եթե մենք այն քննում ենք ոչ էյֆորիկ ֆոնի վրա, ինչպես հիմա անում է հարևան Ադրբեջանը։ Հաղթանակները պետք է տոնել և պահել հաղթանակները ռացիոնալ և բանական ճիշտ գնահատումներով։ Մենք շատ հաճախ եղել ենք հուզական, մենք շատ հաճախ եղել ենք պերճախոս, մենք շատ հաճախ շահարկել ենք մեր հաղթանակը, որը շատ ծանր գնով է ձեռք բերվել, և պարտությունները ևս հաղթանակի նման պետք է քննվի, վերլուծվի, տրոհվի մասերի, առանձնացվի բոլոր սխալները, ինչու է տեղի ունեցել պարտությունը, օրինակ իմ համոզմամբ, եթե ինձ հարցնեք, մենք չենք պարտվել 44-օրյա պատերազմում, և պատերազմը դեռ շարունակվում է, և տարբեր դաշտերում արդեն հոգեբանական ճնշման, մշակութային էթնոցիդի և այլը։ Եվ չենք պարտվել, սա նշանակում է շարունակվում է, և մենք պետք է բանական
հայացքով նայենք իրադրություններին, ստուգենք նորից մեր հայրենաճանաչողության մակարդակը, հայրենաճանաչողության դերը կարևորենք մանկապարտեզից սկսած, նորից հետ դառնանք, տեսնենք ինչպես է կերտվել հաղթանակը, նույնանանք հաղթանակը կերտածների հետ, Նորայ Դանիելյան, Շահեն Մեղրյան, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, ես ուզում եմ բոլորի անունները թվարկել, բայց ձեր ժամանակը չէր հերիքի, եւ նաեւ 44-օրյա պատերազմ Արմեն Ակոֆանյան, Ռոբերտ Աբաջյան, սա մի աստղաբույլ է, որը մեզ թելադրում է նոր հաղթանակների տեսություն եւ պրակտիկա։ Երևի թե հաճախ ենք ինքներս մեզ հարցնում, թե ինչու 90-ականներին մեր ոգին եւ ուժն այլ էր։ Գուցե այն ժամանակ հասարակության մտածողությունն էր այլ, կամ էլ մարդկային արժեհամակարգն էր տարբերվում ներկայից։ 90-ականներին մենք ապրում էինք սոցիոմշակութային հետխորհրդային տրանսֆորմացիա եւ վարքի ադապտիվ նոր մեխանիզմներ էին մարդկանց մոտ սկսում ձևավորվել եւ խորհրդային միության դպրոցի գաղափարախոսությունը, որը մի կետի է խփում եւ դաստիարակել է հուզական ինտելեկտ եւ խմբային ինտելեկտ, այո, նպաստել է եւ խորհրդային դպրոցը հաղթել է Արցախյան առաջին պատերազմում։ Խորհրդային դպրոցի ուսուցիչը, խորհրդային բանակից զորացրվածները, խորհրդային բանակի պահեստազորը, բայց մենք ունեցել ենք նաեւ ճնշված ազգային գաղափարներ, որոնց վրա տաբու էր դրված, դա էլ է նպաստել, այսինքն այդ պորտկումը, ազգային զարթոնքն էլ է նպաստել, բայց խմբային ինտելեկտը, էմոցիոնալ ինտելեկտը, խմբային էմոցիոնալ ինտելեկտը շատ ավելի ուժեղ է եղել, որովհետև դրան նպաստել է խորհրդային դպրոցը եւ զարթոնքը, երբ մենք ցանկացել ենք վերամիավորվել։ Գիտեք, հիմա արդեն հասարակությունը ավելի շատ սպառող է։ Մենք սպառում ենք, մենք չենք ստեղծում, չենք արարում, ավելի շատ սպառում ենք։ Իսկ սպառումը ուղիղ կապի մեջ է էգոյի հետ, այդ եսի հետ, որ ասում եմ։ Եվ շատ կարևոր է, որ մենք արարենք, ստեղծենք, մենք դառնանք մեկ գաղափար գրող, մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն կրի հետագա հաղթանակների համար։ Մենք ունենանք մեր նախագիծը հաղթանակ կերտելու, ես իմ պրոյեկտն ունենամ, դուք ձեր, որտեղ ձերը գաղափարականն է, իմը այլ է, տեղեկատվական գաղափարական քարոզչությունն է։ Եվ եթե մեզանից յուրաքանչյուրը արարի եւ ոչ թե ավերի, մենք կերտելու ենք նոր հաղթանակներ։ Ու ես հավատում եմ այդ մարմնեղ հաղթանակին, որ դա շոշափելու ենք մենք։ Եթե բոլորս ճիշտ վարքագիծ դրսևորենք եւ մեր եսերը դառնան մենք։ Տիկին Ղարախանյանի հետ առիթ ունեցել ենք զրուցելու շրջափակման առաջին օրերին։ Ինչպես ինքն էր նշել, հաճախ մենք ենք մեղավոր դառնում հասարակության շերտերի բաժանման ու ավելի մեծ խնդիրները անտեսելու հարցում, բայց ամեն ինչ լուծման իր տարբերակն ունի։ Գիտեք, բլոկադան որքան էլ պարադոքսալ լինի, նպաստել է մենքի զգացման դրսևորմանը։ Եվ ցավոք սրտի, մեր ազգային հոգեկերտվածքում այսպիսի մի որակ կա, ընդհանրապես ոգին ակտուալացնում է հոգեկերտվածքի տարբեր հատկանիշներ։ Օրինակ, մենք եսերի ազգ ենք։ Ես, իմը, նորից ես եւ ես պատտվում եմ իմ եսի շուրջը, բայց այդ եսը ակտուալանում է եւ մենք է դառնում էգզիստենցիալ իրավիճակներում, այսինքն երբ վտանգ է ծագում, մենք բռունցք ենք դառնում։ Եվ այո, բլոկադան կարող է պարադոքսալ հնչի, բայց որոշ ասպեկտներով զարգացրել է մեր մենքի զգացումը։ Եվ մեր այսօրվա խնդիրներից ամենացածունը եսերով առաջնորդվելն է։ Եսեր քաղաքական դաշտում, եսեր կառավարման համակարգում, եսեր անձնական դաշտում, եսեր ընտանիքում, բայց եթե այդ եսը մենքի է վերածվում, եւ վերջիվերջո կա աստվածակարգություն, Աստված ասում է մենք բոլորս մեկ ոգի ենք, տարբեր սրտեր, իսկ ոգին սա վարքագիծ է, ժողովրդի ոգին սա ժողովրդի վարքագիծն է,
իր հուզազգացմունքային ինտելեկտով եւ ամբողջ սպեկտրով։ Ազգային ոգու կոտրված լինելը հանգեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների, իսկ երբեմն նաև ներկա իրողությանը հարմարվելն ու ագրեսիայի դրսևորումը սթրեսի արտահայտման տարբերակներից են։ Հատկապես հաղթական օրերից առաջ ավելի մեծ ագրեսիա է նկատվում մարդկանց մեջ, ինչը միանշանակ հոգեբանական խնդիր է։ Կոտրված հոգին երկու էֆեկտ կարող է ունենալ։ Մի դեպքում մարդը ընկճվում է եւ փակվում է իր ներսում, մի դեպքում դա նպաստում է, հոգեբաններն ասում են, փոխհատուցում, կոմպենսացիա։ Մի դեպքում դա կարող է այդ բացասական էներգետիկ ռեսուրսը, որ տեղի է ունեցել մեզ հետ շատ վատ բան, տրանսֆորմացվել, փոփոխվել շատ լավ ռեսուրսի։ Այսինքն, այստեղ խնդիր է մենք ուզում ենք մեր պարտությունը դարձնել նոր հաղթանակի եւ ինչ որ նոր շինարարության բարի ամենատարբեր իմաստներով շինարարության նոր արարման հիմք։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից մենք այսօր ինչ խնդիր ենք մտցնում օրակարգ, ինչ խնդիր ենք մենք ակտուալացնում, եթե դուրս են գալիս աշխատանքի, ինչ ազգային ծրագիր ենք տեսնում, որով մենք առաջնորդվելու ենք եւ պահելու ենք ազգը որպես համարյա 5000-ամյա քաղաքակրթություն կերտած ազգ։ Այսինքն մենք աշխարհի հին եւ ինտելեկտուալ ազգերից ենք, բայց մեր հարևանների քոչվոր, որոնք էթնոգենեզի փուլերը իրականում չեն հաղթահարել, իրականում մենք պարտվել ենք։ Ինչու, որովհետև մենք անընդհատ հետևել ենք իրենք ինչ են անում եւ ոչ թե արել ենք այն, ինչ պետք է անեինք։ Բոլոր պատերազմներից հետո օրինաչափորեն առաջանում է այնպիսի վիճակ, որը մենք հիմա ունենք։ Ու սրան նպաստում են նաև տեղեկատվական անկանոն հոսքերը, քաոսային հոսքեր, անընդհատ անկառավարելի ինֆորմացիաներ, որոնց իսկ մեր հանրության բոլոր մասը չէ, որ ունեն մեդիա գրագիտություն, հետևաբար մեծ մասը մանիպուլյացիաների են ենթարկվում, ցավոք սրտի, եւ մեդիա գրագիտության դասընթացներ պետք է արվեն, եւ ազգային գաղափարախոսությունը պետք է ակտուալացվի, շատ գործեր կան եւ հոգեբանական վերականգնողական աշխատանքներ պետք է արվեն, հատկապես նրանց հետ, ովքեր մասնակցել են պատերազմին եւ ովքեր ունեն կորուստ, տունն են կորցրել կամ հարազատին են կորցրել։ Մենք իսկապես խոցելի վիճակում ենք, բայց սա վերջը չէ։ Մենք կարող ենք դուրս գալ, եթե լինենք ողջամիտ, ռացիոնալ, բանական եւ խմբային հուզամտային լավ ռեակցիաներ դրսևորենք։ Մեր ագրեսիվ դառնալուց որևէ բան չի փոխվում։ Եվ որովհետև մենք աուտո ագրեսիա ենք անում, տշնամու բան չենք չի անում, մեզ ենք չարչարում, ինքնա ագրեսիա դա կոչում, դրա փոխարեն մեզ պետք է օրգանական միասնականացում։ Մենք չպետք է ունենանք շերտեր հանրության մեջ տարբեր։ Ես էս մեկին եմ համակրում, ես էս մեկի հետևորդն եմ, նրան եմ համակրում, էս մեկին չեմ ընդունում։ Եվ ադրբեջանցիները գիտեք ինչ են հաջողում, որովհետև փարավոնները ոնց որ ստրուկը փարավոնի առաջ ծնկի էր գալիս, նույն ձևով իշխանապաշտ են։ Իմացաք ինչպես։ Իսկ մեզ մոտ մտավորականը կարող է բաց նամակ գրել նախագահին եւ այնտեղ ինքնասպանության դրդել տողերով։ Բայց նախագահան ոչ թե առանձին անձ է, ես եմ դուք եք, այլ նախագահան պետական ինստիտուտի խորհրդանիշ է, որին պետք է հարգանքով վերաբերվել, որպեսզի քաոս չառաջանա հանրության մեջ, որպեսզի դպրոցականները, աշակերտները, երիտասարդները հարգանքով մոտենան պետական ատրիբուտներին։ Իսկ պետական ատրիբուտները դա մեր վարքագիծն է, դա ուրիշ բան չէ։ Եվ եթե մենք ագրեսիվ ենք, ուրեմն լավ հայրենաճանաչողության ցածր մակարդակ ունենք եւ չունենք լավ պատկերացում հաղթանակը կերտածների մասին, չունենք բավարար հարգանք հաղթանակը կերտածների հարազատների նկատմամբ, չենք ունեցել բավարար ողջամտություն եւ հարգանք նրանց մասին, ովքեր կերտել են այդ հաղթանակը, եւ մենք մինչեւ հիմա ունենք 12000 համարյա զոհ առաջի պատերազմից մինչեւ հիմա։ Իսկ սա նշանակում է Արցախի որպես արևելյան պատնեշի ամեն մի քառակուսի մետրի վրա կարմիր արյուն կա կաթած եւ կարմիր ծաղիկ կա։ Իսկ սա պետք է պահվի։ Աստված մեզ դնում է այս հողի վրա եւ ասում է արարիր այստեղ։
Եվ մարդկության խանձարուրը եղել է նախ Իջևանում։ Նախ Իջևանը հիմա գիտեք որտեղ է, Արարատյան լեռան ստողոտում։ Մենք Աստծո ընտրյալ ազգ ենք, չասեք գովաբանում է։ Մենք հաղթահարելու ենք նաև այս խնդիրը, այս ինչ որ այսօր կա, օրավոր մարտահրավերները։ Պարզապես պետք է ոգի, եւ ես ուզում եմ նորից այստեղ կրկնել, ոգի նշանակում է ազգի, վարքի, հավաքական դրսևորում։ Ոգին ակտուալանում է էգզիստենցիալ եւ արտակարգ պայմաններում։ Այ հիմա մենք պետք է լինենք մեկ ոգի, մեկ հոգեկերտվածք, մեկ նպատակ, մեկ տեսլական, ու ես հավատում եմ այդ տեսլականին եւ ամեն օր քնում եւ արթնանում եմ եւ աշխատում եմ այդ տեսլականով։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու ձևաչափը մեկն է՝ եսը մենք դարձնել ու պայքարել։ Այնուամենայնիվ այսօր մայիսի 9-ն է։ Չմոռանանք ավանդույթ դարձած օրվա բարեմաղթանքների մասին եւ հավատանք, որ նոր մայիսյան հաղթանակներ ենք ունենալու։ Խորհուրդներ տալը շատ դժվար է, բայց ես հավատում եմ, որ գալու է բոսորագույն արշալույսը։ Ուզում եմ համառոտ լինեմ, թե չէ հուզվելու եմ։ Հարսանիք լեռներումից մինչև մեր օրեր մենք մի մեծ պատմություն ունենք։ Հաղթանակից մինչև պատերազմ ու շրջափակում, առջևում բազում անելիքներ ունենք։ Պիտի վերականգնենք երկրի յուրաքանչյուր ոլորտ, տնտեսությունից մինչև առողջապահություն։ Շուշի վերադարձ լինելու է, սակայն դեռ պայքարել է պետք։